Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Գյուղը զբաղվում է հիմնականում այգեգործությամբ։ Երբ երեխաներս արդեն չափահաս էին, վտանգը կար, որպեսզի գյուղից դուրս գան։ Միակ մանկապարտեզն է, որ ստեղծվել է կա, ինչև այժմ գործում է։ Մենք արտադրում ենք 4 տեսակ գինի։ Աղանաձոր գյուղը հիմնադրվել է դեռևս 13-րդ դարում։ Հիմնականում վերաբնակեցումը եղել է 1828 թվականին, ներգաղթել են Սալմաստից, Խոյից, Նախիջևանից։ Գյուղը համոզված է, որ աշխարհում հայտնի Արենի տեսակի խաղողի մշակմամբ, որովհետև Արենի տեսակի խաղողը գյուղի բնակլիմայական պայմաններով պայմանավորված իրեն որպես այդպիսի սորտ դրսևորվում է միայն 80%-ով մարզում մեր գյուղում։ Խաղենք խաղողը, լցնենք կողովը, ճուտ 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 ճուտ։ Պիտի նշեմ, որ Արենի խաղողը հանդիսանում է գինեգործության մեջ ամենաթանկարժեք հումքը կարմիր գինիների համար։ Մենք գյուղում ունենք ներկապահին 4 գինեգործարաններ։ Գործարանը հիմնադրվել է 2001 թվականից։ Մենք արտադրում ենք 4 տեսակ գինի և 2 տեսակ փրփրուն գինի, որի մեջ է մտնում պետնատը, որի մեջ մտնում է կլասիկ տրադիցիոն մեթոդով պատրաստված փրփրուն գինին, ու արտադրում ենք սովորական հանգիստ գինիներ՝ կարմիր, սպիտակ և վարդագույն ու հնեցված։ Ռեզերվային գինիները մենք հնեցնում ենք 12 ամիս հայկական կաղնե տակառներում, մնացածը արդեն սովորական կլասիկ գինիներ են, որը չեն տեսնում տակառային հնեցում։ Մենք հիմա գտնվում ենք մեր մշակույթի տանը։ Մշակույթի տան այս հատվածը վերանորոգվել է 2023 թվականին։ Գրադրակ կրթահամալիրի մշակույթային ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից համայնքի ներդրմամբ ինքը որպես կառույց հանդիսանում է ժամանցի վայր, երեխաներուն զբաղվելու վայր, ինչու՞ չէ նաև երիտասարդների հավաքատեղի, որտեղ տարբեր մտքեր են իրագործում գյուղում։ Դպրոցը 1984 թվականին է հիմնավորվել, մինչև այդ էլի գոյություն ուներ, բայց
այսպես մասնաճյուղ էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցում, հետո անուհետև Մաթեոսյան Վաղինակ սովխոզի մեր տնօրենն էր, հիմնեց դպրոցը որպես առանձին դպրոց, իր եղբայրն էլ նոր էր ավարտել, Մաթեոսյան Վարազդատը, 85-84 թվականների կեսերից հիմնվեց նոր դպրոց։ Հիմա 9 խմբակ ունենք։ Գեղանկարչությունն, մակրամենն, պարնա, դուդուկա, շվիա, կանոն, դհոլ։ Մենք նաև ասել, որ փառատոներին ենք շատ մասնակցում, հանրապետական, հանրապետությունից դուրս, մարզային։ Մեր մարզում Արենի համայնքում տեղ ունեցած ցանկացած միջոցառման մեր խմբակները միշտ էլ մասնակցում են։ Ներկայիս դպրոցը գործում է 1965 թվականից, բայց դրանից առաջ մենք ունեցել ենք դպրոց յուղի վերևի կենտրոնական հատվածում, որի տեղում հենց հիմա գտնվում է եկեղեցին, այնտեղ նաև եղել է մատուռ, դրա մատուռի հիման վրա է կառուցվել եկեղեցին։ Այս մասնաշենքը կառուցել են 1965 թվականին, 1989 թվականին կառուցել են մեր երկրորդ մասնաշենքը։ Դպրոցը ընդհանուր ունի 450 աշակերտի հզորություն, բայց ներկայիս դրությամբ սովորում են 206 աշակերտ։ Մենք ունենք սպորտային շատ լավ նվաճումներ, ճիշտ է մարզային նվաճումներ են ավելի շատ, մինչև հանրապետական, ունենք մարզային խճուղավազք, վարչապետի գավաթ խճուղավազքին են մասնակցել մեր դպրոցի երեխաները, գրավել են մարզում երկրորդ տեղ, հեծանվավազքին են մասնակցել մարզում գրավել են առաջի տեղ և մասնակցել հանրապետական մրցումներին։ թվականի պատերազմի ժամանակ մեր համագյուղացին Գրիգոր Գրիգորյանը զոհվեց պատերազմում, նրանից հետո հանուն նրա դպրոցը անվանակոչվեց Գրիգոր Գրիգորյանի անվան։ Մենք ունենք բաց դասեր ենք ունենում, մեմադրություններ ենք անում ռազմական պատերազմի վերաբերյալ եւ առհասարակ ռազմական հրաձգություններ են կազմակերպում, իհարկե մարտավարություններ ենք ուսումնասիրում։ Մենք տարեկան մի քանի անգամ կազմակերպում ենք արշավներ, նույնիսկ դաշտային պատասխանատվության համար քանդել, հավաքել, ինքնաձիգ հրաձգություն են կատարում դաշտային պայմաններում։ Ներկայությամբ շատ կարևոր է, որպեսզի ժամանակակից կրթություն ստանան մեր աշակերտներ, որտեղ ապագա զինվորները պետք է լինեն կիրթ, կարողանան տիրապետել ժամանակակից ռազմական տեխնիկային։ Հիմա մենք գտնվում ենք Արենի խոշորացած համայնքի Ավանաձոր բնակավայրի նոր վերակառուցված սպորտահլիճում։ Ես դինշա, որ այս կառույցը ին նշանակության ոչ միայն ծառայելու է բնակավայրին, այլ ունի համայնքային նշանակություն, քանի որ կառույցը իրեն հնարավորությունները թույլ է տալի, որ համայնքի բոլոր բնակավայրերից մարդիկ կան եւ զբաղվեն սպորտով, անցկացնեն իրենց ժամանցը։
Այս պահին սպորտ դահլիճում գործում է բոքսի, կարատեի, ըմբշամարտի, շուտով նաև բասկետբոլի, վոլեյբոլի խմբակներ։ Ինքը շատ պահանջված կառույց էր բնակավայրում, քանի որ մենք չունենք փակ մարզադահլիճ երեխաների զբաղմունքը ձմեռը կազմակերպելու համար։ Մանկապարտեզը գործում է 1977 թվականից մինչև այժմ։ Երկու խումբ ունենք, բայց նախատեսված է 4 խմբի համար։ Օրակարգը հագեցած է շատ, երեխաները շատ հաճույքով են գալիս, առավոտյան մարմնամարզությունից, առավոտյան հավաքից, պարապմունքներից, նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, քուն, վերկաց եւ տուն գնալ։ Այս պահին ունենք լուսավորություն, արդեն պատվիրված հաստատված նախագիծ ունենք, ամբողջ բնակավայրը 2026 թվականին ամբողջովին լուսավորություն անցկացնել նորը ժամանակակից տեխնոլոգիայով։ Բնակչության 440 տնտեսությունների 70%-ը ունեն բնական գազ։ Համայնքային բյուջերով տարբեր թաղամասեր, որ նախկինում չի եղել գազաֆիկացում, համայնքի բյուջեի հաշվին անց են կացրել մի քանի փողոցներում եւ թաղամասերում գազաֆիկացում։ Դա կառուցվել է համայնքի միջոցներով։ Բարև Կարմոն ջան, ինչ է եղել։ Երեխեքին ամեն Գյուղում է գտնվում նաև Օջյուր լեռան ստորոտում Մոմիկի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ թաղված են Մոմիկի քույրը, եղբայրը, տղան։ Ունենք նաև տնայնագործական փոքր մինի գործարաններ, որոնք հիմնականում ծառայում են, այսպես ասած, հյուրատների կարգավիճակում։ Երեսուն տարի ապրում եմ արդեն Աղավնաձորում։ Հիմնականում զբաղվում եմ չրագործությամբ, մեղվաբուծությամբ։ Հիմնականում տանը մենք մեր ընտանիքով հիմնել ենք բիզնես, երբ երեխաներս արդեն չափահաս էին, վտանգը կար, որպեսզի գյուղից դուրս գան։ Այդ մտքից արդեն սկսեցի մրմտել, թե ինչ կարելի անել, որպեսզի բոլորս էլ գյուղում մեր հացը ապահովենք եւ դուրս չգանք։ Ամեն ժամանակ շատ էինք մտածում իրացման խնդիր էր լինում։ Իսկ այս պահին, ճիշտ ասած, իրացման խնդիր չի լինում։ Չրերից հետո, երբ արդեն հասկացանք, որ վատ ապրանք էլ ա մնում, ոնց է լինի միրգատ, հասունացած է լինում, չրին պիտանի չի լինում, մտածեցինք ավելի լավ է պաստեղներ անենք ու Փառք Աստծո, պաստեղները ավելի երևի իմ վաճառքից ելնելով ես հասկացա, որ պաստեղները ավելի մեծ տեղ ունի շուկայում։ Ամեն տարի ինչ-որ մի փորձ անում ենք, փորձում ենք ընդլայնել մեր տեսականին,
լիցենզավորել, արդեն լրիվ անցնել նորմալ հունի մեջ։ Գործող մանկապարտեզը, արվեստի դպրոցը, գրադարակը, սպորտ դահլիճը արդեն իսկ ժողովրդին կանչում է, ոչ թե միայն հողը բնական է, կանչող է, հողը կանչող է, բայց այդ ամեն ինչը երիտասարդները տեսնելով արդեն վերադառնում են։ Բայց պիտի նշեմ, որ գյուղում ինչպես էլ որ անենք, ոնց էլ որ զարգացնենք, մենք միշտ մի քայլ հետ ենք քաղաքային վայրերից, բայց հիմա ժողովուրդը ինչքան գիտեմ, ինչպես նաև երիտասարդները գնում են հանգիստ վայրեր, իսկ բնական է ցանկացած երիտասարդ ուզում է հայրենի գյուղում իր ծննդավայրում ապրի։